Եկեք միասին պատրաստենք լամաջո։ Խմորը սովորական խմոր է, ալյուր, ջուր, աղ եւ վերջ։ Վերցնում ենք աղացած միս, քերում ենք սոխը կամ կարող եք աղալ, երևի ավելի համեղ կլինի, որ աղաք։ Պատրաստում ենք համեղ սոուս։ Վերցնում ենք 3 հատ լոլիկ, անպայման կեղևազրկում ենք տաք ջրով։ Այնուհետև կտրատում ենք լոլիկները։ Կարող եք կտրատել անմիջապես կաթսայի մեջ եւ վրան ավելացնում ենք բուսայուղ։ Այնուհետև դնում ենք տապակվելու։ Անցնում ենք մեր մսին։ Ես մսին ավելացրել եմ մի քիչ քրքում, մի քիչ խմելի սունելի, սխտորի փոշի, ինչքան շատ համեմուկ, այնքան շատ համեղ։ Կարմիր պղպեղ, եթե կծու սիրում եք, կարող եք կծու ավելացնել, աղ եւ սև բիբար։ Ես նաեւ ավելացրեցի մաղադանոս։ Մի փոքր տապակվելուց հետո լոլիկի խյուսը կարող եք ավելացնել մսի զանգվածին։ Այնուհետև լավ խառնել այդ զանգվածը։ Ես փորձում եմ ձեռքով անել, տեսեք, վառվում եմ մի փոքր, բայց կրկին շարունակում եմ։ Եվ այդ ամենը արդեն քսում եմ մեր խմորի վրա։ Մենք շատ ենք սիրում նաև պանրով լամաջո։ Մեկ հատը դրեցի այրոգրիլի մեջ, ուղղակի տեսնեմ ոնց է լինում։ Հայկո, լեթովուտի